Կենտրոն հեռուստաընկերությունը և Drive Media-ն ներկայացնում են։ Ողջույն, տևական ժամանակ է միասին պարապում ենք քննական հարցաշարերը։ Մեկնաբանություններում կարող եք գրել ձեզ համար անհասկանալի հարցերը, իսկ մենք սիրով կպատասխանենք։ Այսօր էլ եկել եմ X-Drive մեր հերթական դասին։ Ողջույն Գեր Արթուր։ Ողջույն Սյուզան։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն, ես լավ, դու ինչպե՞ս ես։ Լավ, շնորհակալ եմ։ Այսօր միասին շարունակում ենք թե 4-ը 11-րդ հարցից, եթե չեմ սխալվում։ Ճիշտ է, 4-ի շարունակությունը միասին պիտի նայենք։ Ահա, 11-րդ հարցը։ Վարորդի կողմից ձեռքով տրվող նախազգուշացնող ազդանշանը դադարեցվում է։ Մանրևը սկսելուց անմիջապես առաջ, մանրևը ավարտելուց անմիջապես հետո, մանրևը կատարելու ժամանակ։ Ձեռքով տրվող։ Դե եկեք հասկանանք, թե որն է ձեռքով տրվող նախազգուշացնող ազդանշանը։ Այդ հնարավոր է լույսային ցուցիչով տրվող ազդանշանը անսարքանա։ Դու չունենաս հնարավորություն լույսային ցուցիչով ազդանշանը միացնելու, այսինքն մարգատը, պավարոտնիկ շրջադարձի ցուցիչը։ Դու պետք է որպես վարորդ ձեռքով տաս տվյալ ազդանշանը։ Ոնց։ Ձեռքդ, Սյուզան, պատուհանից հանում ես դուրս, պարզում ես կողք։ Սա ձախի ազդանշանն է։ Այսինքն, եթե ձեռքդ պարզել ես դուրս պատուհանից, հարևան վարորդները հասկանում են, որ դու ձախ ազդանշան ես միացրել, պատրաստվում ես ձախ շրջադարձ կատարել, հնարավոր է հետադարձ կատարել։ Չի բացառվում կանգնած տեղից, կանգնած դիրքից փորձես շարժվել, շարժումը նոր սկսել, քանի որ շարժումը սկսելիս ազդանշանը պետք է միացնել, իսկ եթե ազդանշանը չի աշխատում, ձեռքով պետք է ցույց տալ տվյալ ազդանշանը։ Կարճ եմ ասում, ձախի ազդանշանը սա է։ Իսկ եթե ձեռքդ կիսով չափ ես բարձրացնում վերև, սա նշանակում է աջ։ Ես դա ուզում ասեի աչը որներ։ Իսկ ձեռքը ամբողջությամբ վեր պարզած նշանակում է արգելակել։ Պատկերացնենք, մեր արգելակելիս նախ արի հասկանանք ինչա տեղի ունենում։ Երբ որ ոտքդ դնում ես այդ արգելակումն ազդարարող ոտնակի վրա, տորմուզի պեդալի վրա, հետևից կարմիր գույնով ստոպ լույսերը միանում են, որովհետեւ հետևից ընթացող տրանսպորտամիջոցը հասկանա, որ դու արգելակում ես։ Եթե չեն աշխատում այդ լույսային սարքավորումները, ձեռքով է պետք ցույց տալ այդ ազդանշանը, որի ձևը կլինի այսպես ձեռքը վեր պարզած, արգելակել։ Հիմա արի նորից մի հատ կրկնենք։ Ձախ, ուղիղ, ձախն է սա, ձախը ցույց տալիս, այո։ Աչը կլինի կիսատ, ձեռքը լրիվ վեր պարզած է արգելակել։ Մոտոցիկլի վարորդը կամ այն վարորդը, որի մեքենայի ղեկը գտնում արդեն աջ կողմում, ինքը աջ ձեռքով պետք է ցույց տա այդ նույն ազդանշանները։ Սա արդեն կնշանակի աջ, կիսատ պարզածը հակառակը ձախ, ձեռքը վեր պարզած, նույն բանը արգելակում։ Վարորդի կողմից ձեռքով տրվող նախազգուշացնող ազդանշանը դադարեցվում է մանրևը ավարտելուց անմիջապես հետո։ Նայ, հիմա մենք նշում ենք մանրևը սկսելուց անմիջապես առաջ եւ բացատրեմ թե ինչու։ Ինչի ես այս ամեն ինչը ասեցի, որպեսզի հարցին կարողանանք ճիշտ պատասխանել։ Երբ որ ես ձեռքս դուրս եմ պարզել, դու օրինակ հասկացար որպես հարևան վարորդ, որ ես պատրաստվում եմ ձախ շրջադարձ կատարել, այդ ձեռքը պետք է ներս տանես ու մանևրը կատարել։ Նոր մանևրը սկսես, ինչու, որտեվ այդ ձեռքը քեզ պետք է, նա պիտի գա հասնի քեզ օգնության, որ ղեկը կարողանաս երկու ձեռքով պտտել։ Ուրեմն ձեռքով տրվող նախազգուշացնող ազդանշանը դադարեցնում ենք մանևրը սկսելուց անմիջապես առաջ։ Հասկացա։ Հաջորդ։ Երեխաների կազմակերպված խմբեր փոխադրող տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է 60 կմ/ժ ոչ ավել արագությամբ, 70 կմ/ժ ու 80, իմ կարծիքով 60։ Ճիշտ ես։ Սա ուղղակի պետք է հիշել երեխաների խմբեր տեղափոխող ավտոբուսը կամ կա բեռնատար, որը մարդ է տեղափոխում, իհարկե, եթե ունի կահավորված նստարաններ, նստատեղեր, այդ դեպքում ինքը իրավունք ունենա տեղափոխելու մարդ, բայց արագությունը ոչ ավել քան 60 կմ/ժ արագությամբ։ Դա կլինի թե բնակավայր, թե բնակավայրից դուրս, ոչ ավել քան 60։ Տրանսպորտային միջոցի հետևի եզրաչափից 0.6 մետր դուրս ցցված բեռը պետք է արդյոք նշվի օրվա լուսավոր ժամային մեծ եզրաչափով բեռ ճանաչման նշանով։ Տես, այսպիսի մի բան գոյություն ունի,
մեծ եզրաչափերով բեռ ասածը որն է։ Հնարավոր է մենք բեռ ենք տեղափոխում մեր տրանսպորտային միջոցով, որը իր սահմաններից դուրս է գալիս։ Փորձիր հիշել, սա թվեր են, որը պետք է հիշել։ Կողքի եզրաչափերից, կողքերից մինչև 40 սանտիմետր եթե դուրս կցցվի բեռը, դա 0.4 մետրն է։ Կարիքը չկա ճանաչման նշանով նշելու։ Ուրեմն այստեղ կարիքը կա։ Իսկ հետնամասից դες նշենք գույն տանք իրեն հետնամասից մինչև 1 մետր եթե դուրս կցցվի տվյալ բեռը, նորից կարիքը չկա նշելու։ Այն 1 մետրից եթե ավել դուրս կցցվի, նոր այո, պարտավոր կլինենք նշելու ճանաչման նշանով։ Այստեղ ոչ։ Հիմա ոչ, այստեղ ոչ, քանի որ 1 մետրից ավել չի, ինքը ընդամենը 60 սանտիմետր 0.6 մետր է դուրս ցցվել, կարիքը չկա։ Ուշադիր կկարդաս, հարցի պահանջը հասկանալու համար կհարցնի կողքի եզրաչափից, թե հետնամասից։ Լավ, կողքից նորից եմ կրկնում, մինչև 40 սանտիմետր, հետնամասից մինչև 1 մետր չենք նշում, կարիքը չի լինի նշել։ Դրանից ավել արդեն պարտավոր կլինենք նշելու։ Այստեղ արդեն կարիքը չկա։ Թույլատրվում է արդյոք տվյալ դեպքում կանգ առնել ուղևոր իջեցնելու համար։ Թույլատրվում է, եթե դա խոչընդոտ չի ստեղծի ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկությանը ու արգելվում է։ Որը կնշենք։ Կարծիքով ոչ, որովհետև կանգառ չկա, կանգառի նշան չկա։ Նո, ոչ թե ընդհանուր օգտագործմանների համար նախատեսված կանգառի կետ, այլ ընդհանրապես բոլորը։ Հիմա մենք իրավունք ունենք մուտք գործելու ընդհանուր օգտագործմանի համար նախատեսված գոտի։ Իրավունք ունենք մի դեպքում, եթե հոծ գծով առանձնացված չի լինի, հոծ գիծը դա երկար սպիտակ գիծն է, որը հատելու իրավունք չունենք։ Իրավունք ունենք մուտք գործելու, չպետք է խանգարենք ընդհանուր օգտագործմանի երթևեկությանը ոչ մի դեպքում եւ մուտք գործելուց հետո օրինակ ինչի համար ենք մուտք գործում ենթադրենք ուղևոր ունենք նստեցնելու կամ իջեցնելու մուտք կգործենք տվյալ անձը կնստի կամ կիջնի դուրս կգանք կշարունակենք բայց երթևեկել այս գոտիով չի թույլատրվում Հիմա հարցը թույլատրվում է եթե դա խոչընդոտ չի ստեղծի ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության համար կարելի է մուտք գործել եթե չեն խանգարի նրանց Հասկացա Իսկ եթե հարցներ ու կա նման հարց հնարավոր է հանդիպի հաջորդ հանդիպումների ընթացքում կարելի է այս գոտիով երթևեկել Իհարկե կնշենք ոչ, որտեղ երթևեկել չի թույլատրվում։ Բայց այստեղ կանգ առնել կթույլատրվի։ Այո, կանգ առ կատարել, ուղևոր նստեցնելու, իջեցնելու նպատակով, եթե չեն խանգարում ընդհանուր օգտագործմանի երթևեկությանը, ավտոբուսներին եւ տրոլեյբուսներին, եւ եթե հոծ գծով առանձնացված չի։ Իստեղ հոծ գծով առանձնացված չի։ Վարորդներից որն է պարտավոր կանգ առնել, թեթև մարդատար ավտոմոբիլի վարորդը, ավտոբուսի վարորդը եւ երկուսն են։ Ինձ թվում է երկուսն էր, որովհետև հետիոտնինն է ճանապարհը պետք է կանգ առնել։ Սկզբից մտածեցի թեթև մարդատարը։ Սկզբից ճիշտ մտածեցի։ Ինչի։ Ուրիշ երկրներում կանոնները այլ են։ Հետիոտնը ամբողջությամբ պետք է հատի անցնի, հետիոտնային անցումը, նոր երկու ուղղությամբ շարժվող տրանսպորտային միջոցները ընթացողները շարժվեն։ Բայց մեզ մոտ կանոնները այդպես չեն գործում։ Ում դիմացով արդեն անցավ տվյալ հետիոտնը նա իրավունք ունի շարժվելու։ Իսկ սա նրա համար է Սյուզան, որպեսզի խցանումներ չառաջանան։ Իսկ վարորդներն իսկ հետիոտներն էլ պետք է հասկանան եւ անկանոն չօգտվեն հետիոտնային անցումներից։ Սպասեն, իրենց մոտենա եւս մեկը խումբ կազմեն, խմբով անցնեն։ Հասկացա։ Ուրեմն այստեղ ավտոբուսը արդեն իրավունք ունի շարժվելու, որտեղ իր արչեվից մարդատարը պետք է կանգ Այո, վարորդներից որն է պարտավոր կանգ առնել, նշում ենք թեթև մարդատարը, քանի որ հետիոտները արդեն հայտնվել են նրա արչև, նրա դիմաց։ Հասկացա։ Որ պատասխանում է ճիշտ նշված երթևեկության թույլատրելի ուղղությունը։ Միայն հետադարձ, ուղիղ եւ հետադարձ միայն ուղիղ։ Ինչ ես կարծում։ Փորձիր։ Այնքան անհասկանալի է, որ Լավ, ինչ արի պատասխան։ ես քեզ մի այսպեսի հարց ուղղեմ։ Դու ճանապարհի մեջ, ասֆալտի վրա, ծածկույթի վրա նկատած կլինես, նշաններ լինում են թե ոչ։ Ճանապարհի մեջ նշան հանդիպած կլինես։ Սյուզան, ճանապարհի մեջ, ծածկույթի վրա, ասֆալտի վրա նշաններ չպետք է լինեն։ Չեն լինում։ Եթե հանդիպենք
ուրեմն իրենք համարվում են ժամանակավոր նշաններ։ Հասկացա։ Ճիշտ է, ժամանակավոր նշանների դեպքում նարնջագույն գույնով ներկում են, որպեսզի վարորդները տարբեր են եւ հասկանան, որ նշված նարնջագույն գույնովը համարվում է ժամանակավոր։ Բայց եթե նարնջագույն գույնով էլ նշված չի լինի, միայն այս ամենից պիտի հասկանանք, որ ինքը ժամանակավոր է, քանի որ ճանապարհի մեջ է տեղադրված ծածկույթի վրա։ Ու իրենք հիմնականում լինում են չամրացված, տեղափոխվող, շարժական, կոպիտ ասած կարելի է իրենց տեղից վերցնել, տեղափոխել մի փոքր այս կողմ կամ այն կողմ։ Իսկ եթե կա հակասություն հիմնականի եւ ժամանակավորի միջեւ, մենք կարեւորություն, առավելությունը տալիս ենք ժամանակավորին։ Հիմնականը մի պահ անտեսում ենք։ Համարում ենք, որ ինքը չկա, գոյություն չունի։ Ենթարկվում ենք ժամանակավորին այնքան ժամանակ, այսինքն այս դեպքում երթևեկում ենք ուղիղ այնքան ժամանակ, մինչև հիմնականը ժամանակավորը կվերացնի, նորից սկսի գործել հիմնականը։ Այստեղ ճիշտ պատասխանը կլինի միայն ուղիղ։ Այս նշանը արգելող նշան է։ Կլոր, եզրերը կարմիր։ Սա ինձ հասկանում ենք, որ ինքը արգելող է։ Եվ ինչ է արգելում տվյալ նշանը։ Երթևեկությունն է արգելում։ Իսկ ինչ ուղղությամբ, որ ուղղությամբ է արգելում։ Տակի ցուցանակը սլակներով ցուցատարձ, այո, դեպի ձախ եւ դեպի աջ։ Արգելվում է ձախ եւ աջ։ Հարցը, որ ուղղությամբ է արգելվում երթևեկությունը, դեպի ձախ եւ դեպի աջ, շատ պարզ։ Իսկ եթե մեզ հարցներ, որ ուղղությամբ կթույլատրվի երթևեկությունը, եթե տակը այդ նշանը չլիներ, չէ, նույն պատկերացրու նույն նկարը, մեզ ուղղակի հանդիպել է մեկ այլ հարց, որ ուղղությամբ է ոչ թե արգելվում, այլ թույլատրվում։ Մենք այդ դեպքում կնշեինք ուղիղ եւ հետադարձ հակառակ ուղղությամբ։ Հա, քանի որ հարցում արգելվում է, նշում ենք դեպի ձախ եւ դեպի աջ։ Ինչի եմ շեշտում, քանի որ կա նման հարց գոյություն ունի, թե որ ուղղությամբ է թույլատրվում։ Հասկացա։ Հաջորդը մի քիչ փոքրացնենք։ Պարտավոր է արդյոք տրամվայի վարորդը լուսացույցի կանաչ ազդանշանի դեպքում զիջել ճանապարհն այլ ուղղություններից մոտեցող տրանսպորտային միջոցներին։ Այստեղ ճիշտ է, շեշտում է հարցի մեջ տրամվայի վարորդը, բայց կարևոր չի։ Գոյություն ունի լուսացույց, կողքից ավելացված մի առանձին կտոր նորից լուսացույց, որին անվանում ենք սեկցիա։ Իսկ սեկցիայից օգտվողները պարտավոր կլինեն զիջելու ճանապարհը։ Բայց դա այն դեպքում, երբ որ լուսացույցի հիմնական գույնը կլինի կարմիր։ Պատկերացրու հիմնական լուսացույցը կարմիր է, բոլորը կանգ առած, կողքից ավելացված սեկցիան կանաչ, օգտվում ենք այդ դեպքում սեկցիայից, պարտավոր կլինենք զիջելու։ Մուտք ես գործում խաչմերուկ, տեսնում ես այլ ուղղությունից քեզ մոտեցող տրանսպորտային միջոց գոյություն ունի, դու նրանց պարտավոր կլինես զիջելու։ Իսկ եթե հիմնական լուսացույցն էլ լինի կանաչ, սեկցիան էլ կանաչ, այդ դեպքում չենք զիջի ճանապարհը։ Այստեղ զիջում ենք, պատճառը սեկցիայից օգտվելն է։ Հասկացա։ Հաջորդը Այս լուսացույցը կիրառվում է երթևեկությունը կարգավորելու համար, երթևեկելի մասի ամբողջ լայնությամբ, երթևեկելի մասի այն գոտիներով, որտեղ երթևեկության ուղղությունը կարող է փոխվել հանդիպակացի, միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության համար նախատեսված գոտիներում։ Այս լուսացույցը դարձափոխային երթևեկությունը կարգավորելու համար է նախատեսված։ Որն է դարձափոխայինը։ Տվյալ գոտիով երթևեկողները օրվա տարբեր ժամերի հնարավոր է ըստ լուսացույցի ազդանշանից կախված ուղղությունը փոխել հակառակի։ Ոնց։ Այս լուսացույցը կախված է լինում տվյալ գոտու վերևից, շարքի վերևից։ Այդ գոտիով երթևեկողները իրավունք ունենան մուտք գործելու, եթե լուսացույցի ազդանշանը կլինի կանաչ։ Պատկերացրու սլակով ցուցատարիս այդ գոտին։ Կանաչա, մուտք են գործում եւ այդ շարքը օգտագործում ենք երթևեկելու նպատակով։ Իսկ եթե կլինի անջատված կամ կարմրած այս խաչուբաճը լինում է կարմիր գույն։ Այդ դեպքում կարգելվի մուտք գործել այդ գոտի։ Նշանակում է, եթե մի ուղղությամբ կանաչա, հակառակ ուղղությամբ արդեն կլինի հակառակը կարմիր։ Այս դեպքում կանաչ ազդանշանի դեպքում նորից եմ կրկնում, կարելի է մուտք գործել եւ երթևեկել։ Երթևեկելի մասի այն գոտիով, որտեղ ուղղությունը կարող է փոխվել հանդիպակացի։
Մյուսը փորձենք։ Անգիտակից վիճակում գտնվող եւ շնչառություն ունեցող տուժածին պետք է պառկեցնել մեջքի վրա, բացել բերանը եւ դուրս քաշել լեզուն, շրջել կողքի եւ գլուխը հետ տանել։ Մենք միասին պայմանավորվել Անընդհատ ասում ենք, բայց գալիս ենք այս հարցերին չպատասխանենք, վերջում բոլոր հարցերին մի օր, մի դասի տեսքով անդրադառնանք, բայց արի փորձենք։ Եթե գիտակցություն չունի, բայց ունի շնչառություն, պառկեցնենք մեջքի վրա, այդ մարդը կդժվարանա շնչել։ Կողքի շրջել գլուխը հետ տանել ամենաապահով դիրքը կլինի, կողքի շրջված մարդուն, չգիտեմ, ֆիլմերում թեկուզ անգամ նկատած կլինես, թե ոչ, կողքի են շրջում, այդ մարդուն գլուխը հետ են տանում, որպեսզի շնչուղիները մի դիրքով հայտնվի, այդ մարդը կարողանա շնչել։ Իսկ բացել, բերանը, լեզուն քաշել, նման բաներ անել չի կարելի։ Սա ճիշտ պատասխանը։ Մենք վերջացրեցինք միասին, այո, 4-րդ թեստը ավարտեցինք, Սյուզան։ Դե ինչ, այսօրվա հաղորդումը մոտեցավ իր ավարտին։ Կշարունակենք արդեն հաջորդ շաբաթ ժամը 17 ժ. Կենտրոն TV-ի եթերում։ Հետևեք մեզ նորությունները բաց չթողնելու համար։